Երկու սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին։ Խոսքը վերաբերում է Մայրաթոռի Վերստուգիչ հանձնախմբի համաատենապետ Արարատ եպիսկոպոս Գալթակջյանին, Գևորգյան հոգևոր ճեմարանի ղեկավար Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանին։ Օդանավակայանում արձանագրվել է անսովոր իրավիճակ։ Բարձրաստիճան հոգևորականներին շուրջ 1.5 ժամ սպասեցրել են, լրացուցիչ ճշտումներ կատարելով։ Աշխատակիցները մի զանգից մյուսին անցնելով փորձել են պարզել, արդյոք առկա է դատախազության կամ քաղաքական ղեկավարության որևէ սահմանափակում կամ նոր որոշում նրանց մեկնելու վերաբերյալ։ Հարկ է ընդգծել, որ 10 տիրադավներից միայն արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանն է հայտնել իր մեկնելու մասին, այսինքն չենթարկվելով խորհրդի հայտարարությանը եւ պահանջին։ Միաժամանակ եկեղեցու շուրջ ընթացող զարգացումների ֆոնին 4 arczepiskopos շարունակում են գտնվել կալանքի տակ։ Վեհապատ Հայրապետի եւ եւս 8 եպիսկոպոսի նկատմամբ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նրանք չեն կարող լքել երկրի տարածքը։ Այսինքն եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում ամենայն հայոց կաթողիկոսի բացակայությամբ։